Ողջույն բոլորին, այս տեսանյութում հունիս ամսվա հաջողակ ոլորտների մասին է։ Ինչպես որ լինում էր յուրաքանչյուր ամիս, ուղղակի մայիս ամսին չկողոց անել։ Անընդհատ սա կանեմ, նա կանեմ, հետո այդպես չստացվեց։ Բացի դա էլ ուզում եմ ասել ընդհանուր դիտումների մասին, բավականին քիչ են, չգիտեմ մարդկանց ավելի շատ ինչ է հետաքրքրում, քան իրենց կյանքը, դե ես ոչինչ չեմ կարող անել, դեռևս կաշխատեմ, բայց իրոք չեմ խոստանում, որ ես երկար կաշխատեմ, որովհետև այն ինչ որ կատարվում է ալիքում, ոնց որ ասում են, շատ քիչ դիտումների համար ես չեմ կարող այդքան ժամանակս վատնել այս աշխատանքի վրա։ Ինձ առաջարկել են քարտերս, որ վերցնեն, հնարավոր է նաև փոխանցեմ մեկ ուրիշը անի այս աշխատանքը։ Դեռևս ես մտածում եմ, դեռևս չեմ կարող հստակ ասել, բայց նաև եթե թեկուզ ես էլ աշխատեմ, ապա հնարավոր է նաև վաճառեմ ինչ-որ մեկին եւ նա նույնպես անի այս աշխատանքը։ Այնպես որ եթե ինչ-որ մեկին կտեսնեք նույն քարտերով աշխատելուց, միշտ զարմացեք։ Ընդամենը այդ անձնավորությունն է, ում ես քարտերը կվաճառեմ, ուրիշ ոչ ոքի։ Ճիշտ է, ես եկա Հայաստան, բայց դե ինձ համար էլ էր անակնկալ գալ Հայաստան, այսինքն գալը Հայաստան, որովհետև դե ես հավաքվել եւ պետք է ուրիշ տեղ գնայի, բայց եկա Հայաստան։ Թե չէ ինձ հետ եւս քարտեր կբերեի եւ կգրեի, որ վաճառվում է, բայց ոչ այն քարտերը, որոնք որ ես աշխատում եմ։ Լավագույն դեպքում պետք է լիներ քարտերը ցանկության մասին, ուրիշ ոչինչ։ Դե եթե կցանկանաք, կարող եք գրել ցանկության քարտերը, ես հետո երբ որ կգամ, ինձ հետ կբերեմ։ Եվ խորհրդատվության համար էլ եւս ասեմ, ծրագիրը արդեն հետ եմ եկել, ծրագիրը կկազմեմ եւ յուրաքանչյուր մարդ, ովքեր որ ցանկանում են խորհրդատվություն, ես համար կթողնեմ, այդ համարին կարող եք գրել եւ ձեզ կպատասխանեն, ձեզ կուղարկեն հղումը, ինչով որ կկարողանաք նայել եւ վճարում կատարել, նայել թե ինչ հարցեր կան, ինչ հարցերի պատասխաններ կան եւ եթե ձեզ դուր է գալիս, ապա դուք կարող եք այդպես վճարել, նաեւ դուք կարող եք ինքներդ գրել ձեր տվյալները, այսինքն այնտեղ անգամ դուք կարող եք գրել ձեր հարցը, բայց այս դեպքում պետք է եւս ուշադիր լինեք, կողքը գրված կլինի գրավոր տարբերակով եք ստանալու, թե վիդեո տարբերակով եք ստանալու ձեր խորհրդատվությունը։ Դրա համար ճիշտ կլինի, որ հետևեք նաև ձեր մեյլին, որովհետև ձեր մեյլով եք ստանալու ամեն ինչ։ Հիմա արդեն դարը փոխվել է եւ ավելի շատ տեխնոլոգիայի դար է եւ ընդհանրապես այդպես կարող եք ստանալ։ Որովհետև երբ որ ուղարկում եմ ես Viber-ով կամ մեկ այլ տեղով, դուք կարող եք կորցնել այն, իսկ կարող եք ձեր մեյլը ընդհանրապես պահպանել, այնտեղ պահպանման նշանը կա, պահպանում եք եւ հետո յուրաքանչյուր ժամանակ էլի հղումն է ձեզ լինում, ոչ թե ինչ-որ Viber-ում, որտեղ լինում են դեպքեր, որ Viber-ը չի աշխատում եւ այդ ամեն ինչը ջնջվում է ձեզ մոտից։ Ինչու ջնջվի, եթե դուք կարող եք ուղղակի պահպանել այն։ Եվ եթե գրավոր տարբերակով է, եւս այն կստանաք գրավոր տարբերակով մեյլին, ոչ թե ինչ որ միտեղ։ Այսքանը, որ այդպես բացահայտ այստեղ այնտեղ չլինի, թե ինչպես կարող եք խորհրդատվություն վերցնել, այնտեղ գրեք, ձեզ կուղարկեմ բոլոր հղումները։ Ինչպես կարող եք վճարել, ինչ կարող եք անել, ընտրել ձեր հարցը եւ այլն։ Մի քիչ երկար գործընթաց է, ես կաշխատեմ դրա վրա այս 2 օրը։ Ահա, սա է ուզում ասել, երևի որ զգուշացնեի ձեզ, որ եթե հանկարծ տեսնեք նման քարտերով զբաղվող ինչ-որ մեկը, ապա իմացեք, որ դա ես եմ վաճառել, որովհետև ես եւս մեկ քարտեր եմ ստացել, հնարավոր է նաեւ այդ քարտն էլ տամ իրեն, որ ինքը աշխատի, որովհետև միգուցե մարդու բախտ է, կարող է ինձ չեն սիրում, չեն լսում իրեն, սիրեն եւ լսեն, ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Այսքանը տեղեկատվության համար, սիրելիներս,
Մյուս ալիքում չկար տեսանյութ, որովհետև էլ չհասցրեցի անել, որովհետև անհնարին էր եւ պատրաստվել է եւ նաեւ անելը այդքան տեսանյութերը պատրաստել էի վաղուց, անգամ ես ինքս որոշ բաներ կար տեսանյութերի մեջ, որ չի հավատում, որովհետև գիտեի, որ երկրում չեմ լինելու, չի հավատում, որ նման բաներ կլինի եւ հավատացաք, որ անգամ թեկուզ այսօր արված օգոստոսի 1-ի համար այդ տեսանյութը եւս եթե պետք է կատարվի ձեզ հետ, ուրեմն կկատարվի։ Ինչպես որ ինձ հետ կատարվեց, ես բավականին որ ասում եմ շոկի մեջ անհնարին է, նման բաները։ Թվում է թե մի փոքր շուտ ես ասում, բայց երբ որ քարտերին արդեն հարց ես տալի հենց հստակ օրվա մասին, ոնց որ քարտը պատասխանում է հստակ օրվա մասին։ Ուզում ես 1 օրվա ընթացքում 10 հատ տեսանյութ արա։ Այսքանը լավ։ Հիմա տեսնենք թե որ ոլորտներն են ձեզ համար լավը լինելու, որովհետև այստեղ միայն լավագույն ոլորտներն են։ Մյուս ալիքում կանամ արդեն բոլոր քարտերը, ոչ թե լավագույնները։ Դե տեսնենք, ամենը 12 քարտ եմ հանել, 12 լավագույն քարտերը։ Եվս թերթականությամբ կդասավորեմ։ Ինչ է սպասվում, ինչ լավագույն պահեր են սպասվում 12 կենդանակերպի նշանին հունիս ամսին։ Կարևոր ամիս է բոլորիս համար։ Հուսով եմ քարտերը երևում են, մեկ այլ բան եմ պատվիրել, տեսնել երբ կհասնի դիրքը քարտերի արդեն ուրիշ ձև կերևա։ Ահա, իսկ մենք կսկսենք, տեսնենք, քանի որ քարտերս տարբերվում են այստեղ գույնային, ապա երևում է թե ում մոտ է լինելու հաջողությունը։ Իսկ մենք կսկսենք հենց խոյերից, տեսնենք ինչ է սպասվում։ Խոյերին ամենալավ քարտն ընկավ սիրտը, որը որ գիտեք, թե սիրտը ինչ է նշանակում բոլորիս համար է։ Նոր սեր, նոր հարաբերություններ, սիրո խոստովանություն, ընտանիքում շատ սեր։ Եթե գիտեք, որ պատրաստվում եք հարսանիքի, ապա ձեզ համար հունիս ամիսը արդեն կլինի տոն, կլինի կամ սիրով կպատրաստվեք ձեր հարսանիքին, կամ սիրով լցված կլինեք, որովհետև ամուսնանում եք, չնայած ես հարսանիքի քարտն եմ առանձին տեղադրել։ Նաև սա կարող է լինել նշանադրություն, ամուսնությունն է կարող է այդ մասին խոսեք, ընտանիքում շատ սեր լինի եւ մեկը մյուսի հետ ավելի այդպես աջակցեն իրար, փոխըմբռնում շատ լինի, սեր ստանաք ձեր երկրորդ կեսից, ձեր ամուսնոց, կնոջից, ընտանիքում ամեն ինչ նորմալ կլինի, ձեր թոռները կամ երեխաները կարող են սիրահարվել, իրենք ասեն այդ մասին, այդպես իմանաք։ Մի խոսքով տանը խաղաղություն կլինի, հաշտություն, ներդաշնակություն, այդպես լավ տրամադրված կլինեք մեկը մյուսի հանդեպ։ Տեսնենք հաջորդ քարտը ցուլերին։ Դե բանալին ընդհանրապես ամեն ինչ բացում է եւ քանի որ մենք չենք խոսում փակելու մասին, որովհետեւ սա հաջողության քարտն է։ Ապա սա հաղթանակի, բարձրունքի քարտն է, դա կարող է լինել աշխատանքում, ձեր գործերում, բիզնեսում, այն ինչ որ դուք անում եք, ինչով որ դուք զբաղվում եք։ Ձեզ համար այս ամիսը կարող է լինել այն ամիսը, որ դուք հաջողության կհասնեք յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր կարիերայի բարձրացում կարող է լինել, ոնց որ սպիտակ գծի ժամանակ է ձեզ մոտ գալիս եւ ոնց որ դռներ են բացվում, ձեր առջեւ դուք ամեն ինչ կարող անում եք անել։ Բոլոր դժվարությունները կմնան անցյալում եւ ամեն ինչ կորոշվի ձեր օգտին։ Նաեւ կարող եք անակնկալ ստանալ բոնուս աշխատանքի վայրից, որպես նաեւ պաշտոնի բարձրացում կամ ինչ որ մեկ այլ աշխատանքի կամ առաջարկ կարող եք ստանալ նաեւ, որը որ ձեր առջեւ եւս էլի դռներ կբացի։ Կստանաք շատ լավ նորություններ,
Եթե չէիք աշխատում, կարող եք հենց ընդունվել աշխատանքի եւ ամեն ինչ ձեզ մոտ կստացվի շատ հեշտությամբ։ Բոլոր դռները բաց են ձեր առջև հենց այս ամբողջ ամսվա ընթացքում։ Եվ ինչ ցանկանաք, այն էլ կարող եք անել։ Տեսնենք հաջորդ նշանը եկվորյակներն են։ Սա ընդհանրապես գործողության քարտն է, սա առաջ գնալու քարտն է, որովհետև այս պահին մենք չունենք կեռիկը, որ ձեզ պահի, որ դուք չանեք այն ինչ որ դուք ուզում եք։ Համար սա նաև ճանապարհորդության քարտն է։ Դե ամառ է, ոմանք կարող են գնալ ճամփորդության, ոմանք ուղղակի արձակուրդ հանգստանան ինչ որ միտեղ։ Կարող եք հաջողակ ճամփորդություն ունենալ կամ հաջողակ գործուղում։ Շատ կլինեք ճանապարհներին։ Դա կարող է լինել աշխատանքի բերումով նաև, տաքսի եք վարում կամ մեկ այլ հարց։ Կարող եք նաև ֆիզիկապես շատ շարժուն լինել եւ ամեն ինչ հասցնել այս ամիս։ Ամեն ինչ ավարտել նաև։ Ուր էլ որ գնաք, ամեն ինչ հաջողությամբ կավարտվի եւ ուր էլ որ գնաք, ձեզ հաջողություն է սպասվում։ Հաջողություն կլինի ձեր գործերում, առաջ խաղացում եւ զարգացում նաեւ ձեր բիզնեսում, կարիերայում։ Կարող եք ցանկանաք նոր մեքենա գնել կամ որևէ անշարժ շարժական գույք, հեսա անշարժ գույքը չէ։ Եթե ցանկանում եք տեղափոխվել մեկ այլ երկիր կամ բնակարան, դա էլ հաջողությամբ կստացվի ձեզ մոտ։ Կամ քաղաքից քաղաք եք ուզում տեղափոխվել կամ ինչ-որ մեկ այլ երկիր։ Ամեն ինչը տարակ կստացվի ձեզ մոտ եւ առանց խնդիրների, որովհետեւ ելի եմ ասում, կեռիկը չկա եւ այն ձեզ ուղակի կմղի առաջ։ Եթե խնդիրներ ունեք, ապա ելք կգտնեք բոլոր դժվար իրավիճակներում, ցանկացած իրավիճակում։ Որևէ գաղափար կունենաք, թե ինչպես շատ արագ եւ հեշտ լուծել այս կամ այն խնդիրը, որ առաջացել կամ կառաջանա ձեզ մոտ։ Այնպես որ սա առաջ գնալու քարտն է, ճանապարհները բաց են, այնպես որ պետք է ուղղակի գնաք առաջ։ Անեք ձեր գործերը։ Տեսնենք հաջորդ նշանը, դե արդեն սկզբում էլ ասացի, որ հաջողությունը հենց իրենցն է, խեցգետիններն են լինելու հաջողակները, որովհետև այն քարտը, որ հենց ընկնում է իրենց, ապա իրենց նշանակում է այս ամսվա հաջողակներն են լինելու։ Սա ցույց է տալիս, որ բոլոր ոլորտներում հաջողություն կունենաք։ Բոլոր ոլորտներում, ճիշտ է, կարող է մեկ անգամյա լինի այդ հաջողությունը, այսինքն արեցիք, այդ է հաջողություն, ոնց որ օրվա ընթացքում չեք կարող մի քանի հաջողություններ ունենալ այդպես։ Հաջողություն կարող է լինել ուսման մեջ, աշխատանքում, կարիերայում, բիզնեսում, առողջության մեջ նույնպես, ամեն ինչ, ամեն ոլորտում, բոլոր քննություններ եւ այլն։ Ինչը որ դուք զբաղվում եք, այդ ամենում հաջողություն է սպասվում։ Հատկապես ճամփորդելու հետ կապված հարցերում սպասվում է հաջողություն։ Եթե ուզում եք ճամփորդել եւ խնդիրներ էին առաջացել, ապա այդ ամենը կանցնի։ Այն ինչ որ կլինի ձեզ համար, այդ բոլորը երջանիկ փոփոխություններ են ձեր կյանքում։ Անձնական կյանքը կարող է փոխվել։ Մի խոսքով, ինչ հաջողություններ որ լինի, պետք է ուղղակի շնորհակալ լինել Աստծուն, շնորհակալ լինել այն, որ դուք հավատում եք եւ առաջ գնալ։ Ավելի թեթև կզգաք ձեզ ամբողջ ամսվա ընթացքում, ինչպես երեքնուկն է։ Սա ամենահաջող քարտն է, ամենահաջողակ բոլոր քարտերի մեջ։ Այնինչ կտա ճակատագիրը այդ ամիս պարզապես վերցրեք եւ ուղղակի շնորհակալ եղեք։ Ձեր բոլոր խնդիրները կվերանան եւ ամեն ինչ շատ արագ կվերանա։ Տեսնենք հաջորդ նշանը։ Չի ուզում դուրս գա հաջորդը։ Հաջորդ նշանը դա մատանին է, ես սա վերցրել եմ հարսանիքի համար, որովհետև արդեն մայիս անցավ եւ հունիսի մենք ունենք հարսանիքներ եւ սա նշանակում է ամուսնության առաջարկ, սա նշանակում է, որ կարող եք խոսել, ուղղակի արդեն պայմանավորվել, թե երբ կամուսնանաք, այդպես է ձեր ամուսնության ժամանակը նշեք, օր նշեք եւ այլն։ Սա նաև գործարք է, ոմանց համար, որոնք որ շատ հաջողակ գործարքներ կկնքեք, միգուցե բիզնես է, միգուցե աշխատանք է, միգուցե բնակարանի հարց է եւ կամ շատ մատչելի կարող եք ձեռք բերել այդ բնակարանը կամ շատ հաջողակ բնակարան է ձեր ուզած թաղամասում եւ այդպես ձեռք բերեք դա։ Գործարք կարող է լինել աշխատանքի վայրում, կարող է մշտական աշխատանք եք գտնում ձեզ համար, շատ կարևոր գործունեություն է, կարևոր աշխատանք է։
Եվ իհարկե հարսանիք, ոմանք այստեղ կամ ձեր երեխաները կամուսնանան այս ամիս, կամ կլսեք, որ ինչ-որ մեկ ամուսնանում է կամ կողմ նաև այս ամիս, անընդհատ ամեն շաբաթ ունենաք հարսանիք եւ գնաք հարսանիքի եւ ձերը լինի պատրաստվեք այս ամիս։ Սա նաև այնպիսի աշխատանքի համար եմ վերցրել, որ մշտապես մարդը անում է այդ նույն գործը եւ դրանով է գումար վաստակում, դրանով է առաջ գնում, այ այդպես ավելի շատ ոնց որ այդ ուղղությամբ կարող եք նայել։ Նաև դե այլ ինչ-որ բաներ չկան այստեղ, ավելի շատ ամուսնության առաջարկ, իսկ թվում է դա լավ բան մեկ էլ արդեն ոչինչ չկա եւ ընտանիքում եւս խաղաղություն։ Ասա ընտանեկան կյանքն է ցույց տալիս, որ ընտանիքում ամեն ինչ հաջող կլինի, մեկը մյուսին լավ կհասկանա, միգուցե նաեւ ոմանց ընտանիքում այս ամիս շատ կարեւոր իրադարձություն է ձեր ընտանիքում, միգուցե տարիներ առաջ հենց հունիս ամսին ամուսնացել եք եւ այդ ամիսը եւս պետք է նշեք այդ ամուսնության տարեդարձը, 10-ամյակը, 15-ամյակը եւ այլն, յուրաքանչյուր կարող է լինել այստեղ։ Տեսնենք հաջորդ նշանը, ինչ են գնում, ձկներ, դե սա ավելի շատ գումարի մասին է, գումարային հաջողությունը ձեզ սպասում, ֆինանսապես, հաջողությունը ֆինանսապես է, կարող են ձեր աշխատավարձը բարձրացնել, կարող եք շահել որևէ վիճակախաղում, կարող եք ժառանգություն ստանալ ամբողջ այս ամսվա ընթացքում, կարող է շատ գումար աշխատեք կամ աշխատելու հնարավորություն ունենաք։ Նաև կարող եք թանկարժեք նվերներ ստանալ, կարող եք բնակարան գնել, նաև վաճառել եւ գումարը վերցնել հենց այս ամիս։ Նաև հող կարող եք գնել, կունենաք շատ գումար վաստակելու հնարավորություն, այնպես որ ձեր ձեռքում է կաշխատեք թե ոչ, եւ կարող է ձեր բիզնեսը ծաղկի այնպես, որ դուք շատ գումարներ աշխատեք այս ամսվա ընթացքում։ Կամ մեծ իր կարող եք վաճառել եւ մեծ գումար գա ամիջապես ձեր ձեռքում։ Կարող եք երկրորդ եկամտի աղբյուր գտնել, աշխատել եւ ավելի շատացնել ձեր ֆինանսական վիճակը, լավացնել ձեր ֆինանսական վիճակը։ Նաեւ սա գտնել երկրորդ կես, ով ունի ավելի ֆինանսական վիճակը ավելի հաջողակ է, այդպես եւս կարող եմ ասել, այն մարդկանց համար, ովքեր որ միայնակ են, միգուցե նաեւ դուք չեք աշխատում, այսպես թե այնպես եւ կասեք հիմա ես չեմ աշխատում, ինչ գումար, ձեր երկրորդ կեսի մոտ այս ամենը կարող է լինել, կամ ձեր ծնողների մոտ կարող է այս ամենը լինել, որ դրանից էլ դուք կօգտվեք։ Այսինքն շատ գումար կմտնի տուն եւ դուք էլ կօգտվեք դրանից։ Տեսնենք կշերքներին ինչ է սպասվում, դե սա ցանկության քարտն է, ձեր ցանկությունները կիրականանան այս ամսվա ընթացքում, սա երազանքների իրականացումն է, այնպես որ եթե հիմա դուք մայիսին եք նայում, եթե ուզում եք հունիսին երազանք պահեք եւ այդ երազանքները ձեզ մոտ կկատարվեն, ցանկությունները կկատարվեն եւ անգամ այն երազանքները, որ դուք մտածում եք, որ անհնարին է, որ դա իրականանա։ Եթե դուք գիտեք, թե ինչ եք ցանկանում, ապա եթե գնաք այդ ուղղությամբ, ամեն ինչ ձեզ մոտ ավելի հեշտ կստացվի, ոնց որ գնաք դեպի ձեր ցանկությունը։ Աստված ձեր բոլոր գործերում ձեզ կաջակցի։ Ձեր տաղանդների շնորհիվ կարող եք հասնել ինչ-որ արդյունքի, կարող եք այս ամսվա ինչ-որ ճանաչվել, հեղինակություն ձեռք բերեք, ինչպես որ աստեղ, ձեր մասին կարող են մարդիկ իմանալ, ձեր գործունեությունը ավելի շատ կճանաչվի, առաջ կարող եք գնալ ձեր հոբիներով, ձեր ձեռքի աշխատանքով, մարդիկ կսկսեն ձեզ ավելի լավ ճանաչել, ձեզ ավելի շատ գնահատել, ձեր աշխատանքը նույնպես, եթե ցանկանում եք երիտասարդացման հետ կապված ոչ պրոցեդուրաներ անել, փոխել ձեր տեսքը, այն ինչ կապված է գեղեցկության հետ, ապա հանգիստ փոխեք, չնայած որ հունիսի վերջ Մերկուրին է հետադարձ, այնպես որ մի ձգեք մինչև հունիսի վերջը ավելի շուտ։ Նաև հյուրեր կունենաք հեռվից կամ դուք կարող եք գնալ օտար երկիր, կարող եք գնում եք հյուր եւ հետո հետ եք վերադառնում։ Եվ ամբողջ ամսվա ընթացքում Աստված կլինի ձեր կողքին եւ ամեն հարցում ձեզ կաջակցի։ Տեսնենք կարիճներին ինչ է սպասվում, կարիճներին սա աշխատանքն է,
բարձրունքն է, սա առաջ խաղացումն է, նաև ովքեր, որ հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեն, ապա հաջողությամբ դուրս կգրվի, եթե հղիությունը ծննդաբերություն է, ևս այստեղ հաջողությամբ կանցնի, եթե արհեստական բեղմնավորում է, ևս էլի շատ լավ կանցնի, ինստիտուտ, ուսումնական յուրաքանչյուր հաստատություն ևս էլի շատ այդպես ավելի հեշտ կհանձնեք քննությունները, ավելի հեշտ ձեռք կբերեք դիպլոմ, առաջ խաղացում, հա, որպեսզի գնաք արդեն մեկ այլ ինստիտուտ, որտեղ սա արդեն մարդուն առաջ է տանում, ինչն է առաջ տանում քննությունը լավ հանձնելը, որպեսզի ընդունվի ևս ավելի բարձր հաստատություններ, քան դպրոցն է։ Աշխատանքում ևս այստեղ առաջ խաղացում, ինքուս է նաև պաշտոն եք ստանում, կամ առաջ են տանում ձեզ, հա, ինչ-որ մի գործ էիք անում, հիմա ևս ավելի մեկ այլ գործ կանեք, որից կզգաք, որ առաջ եք գնալու, հա, առաջ կտանի ձեզ այդ աշխատանքը, որով որ հիմա կարող եք անել։ Այդպես, ովքեր որ աշխատանք են փնտրում այս ամիս հավանականությունը շատ մեծ է, որ կգտնեք, այնպես որ ձեռքերը ծալված մի նստեք, գնացեք ձեր աշխատանքի հետևից, հատկապես ձեր երազած աշխատանքի հետևից, այստեղ կարող եք բիզնես բացել, պետական հիմնարկության հետ ավելի շատ գործեր ունենալ այս ամսվա ընթացքում, եւ քանի որ սա հաջողության տեսանյութն է, ապա ամեն ինչը հաջողությամբ կանցնի, թե հիմա այնտեղ կգնաք փաստաթղթերը ձևակերպելու, անհաձեռնեց բացելու եւ այլն, բանկ, վարկ վերցնելու եւ այլն, յուրաքանչյուր բան այստեղ ձեզ հաջողությամբ կտան։ Արագ կարող է լինել, դա լինի հաջողությունը կամ ասեն այո։ Մենք ձեզ կտրամադրենք վարկ կամ ապառիկ կամ մեկ այլ հարցեր։ Տեսնենք հաջորդ նշանը, դե սա խնջույքների քարտն է, ոնց որ մարդը ավելի շատ կցանկանա ոչ թե աշխատել, այլ ուղղակի վայելել խնջույք։ Այս ամիս կարող եք շատ ունենալ խնջույքներ, կարող եք անընդհատ գնալ այստեղ, այնտեղ, դա ինչ-որ մեկը կարող է երեխա ունենալ, ինչ-որ մեկը ամուսնանում է եւ այդպես ավելի շատ կլինեք խնջույքներում։ Ծնունդներ կարող եք շատ ունենալ, նաև մարդկանց մեջ գտնվելն է, որ կարող եք ավելի շատ լինել դրսում մարդկանց մեջ, քան տանը նստեք ամբողջ օրը փակված, ավելի շատ ոնց որ կարող եք նաև ձեզ ցույց տալ, ձեր մասին շատ խոսել, լինել Facebook-ում ավելի շատ եւ ոնց որ շփումը մարդկանց հետ ավելի շատ լինի։ Իդեպ միգուցե այնպեսի մի շրջապատ ընկնեք կամ այնպեսի մարդկանց հետ խոսեք, որ ոչ թե վիրավորեն ձեզ, անպատվեն, ինչպես որ հիմա նորմալ է դա արդեն համարվում, այլ ուղղակի վայելեք շփումը, հա, որտեղ սա հաջողության տեսանյութն է։ Մի խոսքով ուրախության առիթներ շատ կլինեն, միգուցե ձեզ մոտ կնեք, ձեզ մոտ ինչ-որ մի առիթ լինի կամ այնպիսի բաներ տեղի ունենան ձեր կյանքում, որ անընդհատ ուզենաք ուրախանալ, քեֆ անել, նշել դա, որ այս սա եղավ, այն նա եղավ, այդպես։ Ձեր ընտանիքում կարող է ինչ-որ բաներ լինի, որ եւս էլի նշելու ցանկություն ունենաք այս ամիս։ Չեք ցանկանա մի խոսքով աշխատել, կցանկանաք միայն քեֆ ուրախություն։ Ոնց որ ավելի շատ կցանկանաք կյանքը վայելել, քան աշխատել, որովհետև կարող եք նաև արել, գնալ աշխատանքի, չուզենալ աշխատել, այդպես։ Եվ պետք է մտածեք միայն դրականը, որ միմիայն դրականը գա ձեր կյանք։ Տեսնենք հաջորդ նշանը դա տունն է, սա տունն է, ընտանիքը, դա նշանակում է, եթե ցանկանում եք օրինակ տեղափոխվել, այսպես եթե վերագրենք տանը որպես տուն գնել, տուն վաճառել, ապա այն հաջողությամբ կընթանա ձեզ մոտ։ Գուցե շատ լավ բնակարան գտնենք, շատ լավ թեկուզ վարձով բնակարան, տարածք նույնպես, հա, մարդ կա տարածք է փնտրում, ոչ թե բնակարան։ Դե փակ տարածք է սա։ Տան հետ կապված փոփոխություններ, տան վերանորոգում անել, տան համար նոր գույք ձեռք կբերեք նաև։ Եթե տան հետ կապված խնդիրներ ունեք, ապա այն կարող է վերջանալ յուրաքանչյուր խնդիր։ Եթե տուն չեք գտնում կամ վարձով տուն նաև, ապա կկարողանաք գտնել։ Կարող է տուն ստանաք որպես ժառանգություն,
տունը կիսեք հարազատների հետ եւ դա շատ ավելի ոնց որ թեթև, հա, ընթանա ոչ թե կռիվներով, որ բնականը պետք է կիսվել։ Նոր ընտանիք կկազմեք, ընտանիքում որևէ մեկը կամ ուսնանա, կհամալրվի ընտանիքը, կամ երեխաներ կունենա, ոնց որ տունը կմեծանա։ Ոմանք էլ նորություն կլսեն իրենց ընտանիքից ոչ մեկի մասին։ Միգուցե նաև ձեր տատական, պապական տնից կամ եթե դուք ուրիշ երկրում եք ապրում, ապա ձեր այնտեղ, որտեղ որ ծնվել եք, այնտեղից կարող ինչ որ մի բան լսել։ Այո, օրինակ ես որ գնացի Հայաստան իմ ծննդավայրը այնտեղ որտեղ ճիշտ է չեմ մտել, ասում են չէին քանդել, բայց ինձ թվաց քանդել են եւ տեղը շենք են կառուցել։ Շատ գեղեցիկ շենք էր, բայց ասացին ոնց որ թե չեն կպել այդ հատվածին, որտեղ որ ես եմ ծնվել։ Դե չգիտեմ, չեմ մտել, չկարողացա մտնել ճիշտն ասած։ Ահա, տեսնենք նաև հաջորդ նշանը։ Բոթանը բացա, ով ասես գալիս է այնքան շոկ այստեղ։ Տեսնենք հաջորդ նշանը։ Դե երեխան է սա ջրհոսների համար, սա հղիություն է, սա ծննդաբերություն է, սա նորություն է, մեկնարկ ինչ որ մի բանի նոր բան կմտնի նաև ձեր կյանք փոքր, հա թեկուզ հղիության տեսքով, երեխայի տեսքով, նոր հնարավորություններ, նոր առաջարկ եւ աշխատանքում եւ բիզնեսում, նոր բիզնես կարող եք բացել։ Նոր շփում է սա, նոր ծանոթություն է հակառակ սերի ներկայացուցիչի հետ։ Դե իհարկե սա հղիության քարտն է, ծննդաբերության կամ այս ամիս ավելի շատ կլինեք երեխաների շրջապատում, ավելի շատ շրջապատված կլինեք իրենցով, միգուցե նման աշխատանք եք գտնում ձեզ համար, որտեղ ավելի շատ երեխաներ կան, կամ միգուցե այս ամիս պետք է օրինակ խնամեք ձեր եղբոր կամ քրոջ երեխային, որովհետև իրենք օրինակ գնում են ինչ-որ ժամանակով մեկ այլ տեղ։ Ոմանք նոր աշխատանքի կանցնեն։ Ձեր կյանքում որևէ փոքր, բայց նոր ինչ-որ սկսվող բան կմտնի։ Երեխաների հետ կապված հաջողություն նաև կլինի կամ իրենք կարող են հղիանալ, իրենք ծննդաբերեն, եթե դուք արդեն պատկառելի տարիքում եք։ Երեխաներից կամ թոռներից շատ լավ նորություն կլսեք։ Նա նաև երեխական մտածելակերպ է, սա նաև հիշողություն է, մանկությունը, միգուցե այս ամսվա ընթացքում անընդհատ կամ վերադառնաք այնտեղ, որտեղ մեծացել եք, միգուցե տարբեր մարդկանց տեսնեք դրսում, մեկի հետ մանկապարտեզ եք գնացել, մեկի հետ դպրոց եք գնացել եւ այդպես ոնց որ վերհիշեք այդ հա ձեր մանկությունը, ինչ որ նկարներ հանեք, էլի եւս վերհիշեք ձեր մանկության ժամանակները, այդպես։ Կամ նաեւ ավելի շատ մանկամիտ է մարդը լինում, ավելի շատ երեխական է լինում եւ իրեն ոչինչ չի տակրկրում, այդպես։ Կարող եք նաեւ այդպես լինել։ Տեսնենք հաջորդ նշանը, դա ձկներն են եւ գիրքը։ Սա ուսման քարտն է, սա նաեւ գաղտնիքի քարտն է։ Եթե գաղտնիք է բացահայտվում, ապա այդ գաղտնիքը ձեզ հաջողություն կբերի, ոնց որ ասում ավելի լավ գաղտնիք է, քան իրականում դե շատ գաղտնիք է, գաղտնիք է։ Այս գաղտնիքը ձեզ կուրախացնի, եթե բացահայտվի։ Սա նաև ուսման քարտն է, ինչպես այդի ավելի շատ ուսման հետ կապված հաջողություններ կունենաք այնտեղ։ Գուցե ձեր երեխաներին եք գրանցում եք մանկապարտեզ, գրանցում եք դպրոց ավելի հեշտ։ Քննություններ, եթե դուք եք հանձնում, ապա կարող ուղղակի այս ամսվա ընթացքում պատրաստվեք, որ քննություն հանձնեք, կամ անընդհատ պետք է սովորեք, որ քննություն հանձնեք, դե չգիտեմ քննությունները երբեմ, որ հստակ ասեմ, կամ պատրաստվում եք, կամ քննություններ եք հանձնում, իսկ սա արդեն հաջողակ պահ է, հա, ոնց որ հաջողակ քննություն են, հաջողակ կհանձնեք։ Այստեղ նաև կարող է լինել աշխատանքի հետ կապված փոփոխություն, պաշտոնի փոփոխություն եւ ինչ որ փաստաթղթերի հետ կապված կարող է լինել։ Այստեղ ոմանք կարող են զաքսավորվել այս ամիս։ Գուցե այս ամիս զաքսավորվում եք, հաջորդ ամիս ամուսնանում, դե չէր կարող երկու քարտ ցույց տալ այստեղ։ Եթե հաշվապահ եք, ապա ձեր աշխատանքը այս ամսվա ընթացքում ավելի հաջողակ կլինի, ավելի հեշտ
գուցե թվերը քիչ կլինեն, ավելի հստակ կլինի իրավաբանական հարցերում, այնինչ որ կապված է գաղտնի գիտության հետ, թեկուզ ոստիկանություն, հետախուզական ոլորտ, եւս այստեղ հաջողություն է սպասվում։ Եթե աշխատում եք նման վայրերում, ապա ձեզ հաջողություն է սպասվում նաև պաշտոնյաներին նույնպես։ Եթե ուզում եք ընդունվել որևէ տեղ աշխատելու, ապա հեշտությամբ կընդունվեք եւ աշխատանքի եւ սովորելու հետ կապված։ Նոր գաղտնիքներ կբացահայտվեն, նոր ինչ-որ բաներ են, որ ձեզ համար այդպես ակնհայտ արդեն կլինեն եւ դա ինչ-որ մի բան կարող է առայժմ ոնց որ չգիտեիք, կարող է փորփրում եք եւ գտնում եք, թե դե ոնց որ ասում են մարդը, ինչ-որ ապրանք, թեկուզ, ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի բան պատվիրելը, որ կարող ոչ ոք ձեզ չէր ասում, դուք փորփրում եք, եւ գտնում եք դա, էլի գաղտնիքի բացահայտում է։ Իմանում եք, թե ինչպես կարող եք այդտեղից գնումներ կատարել, այդտեղից ինչ-որ այդ հարցերը լուծել ավելի հեշտ։ Նոր գիտելիքներ ձեռք կբերեք, միգուցե ոչ թե գնում եք ինստիտուտ, ուսումնարան, այլ ուղղակի ինչ-որ մասնագիտություն եք ձեռք բերում, ձեռքի աշխատանք եւ այլն, վարսավիրություն եւ նման այլ գործեր կարող է լինել, կախված է թե ով է նայում, տղա է թե աղջիկ։ Եվ ինչ էլ որ կսովորեք, պետք է անմիջապես փոխանցեք դիմացինին, անմիջապես, նաև թեկուզ եթե աշխատանք է, հա, որպես աշխատանք է դա ձեզ համար լինելու, եւս դա պետք է անպայման փորձ ձեռք բերեք։ Պետք է գաղտնիք չպահեք ձեր մեջ, ոչինչ, եթե թեկուզ ինչ-որ մի բան եք սովորում, պետք է անպայման փոխանցեք յուրաքանչյուրին։ Կարող է նաև գաղտնիքներ բացահայտվել, այս դեպքում արդեն նշեցի դա դրական, միգուցե մեկ գաղտնիքն է բացահայտվում այս ամսվա ընթացքում, հետո մնացած գրքերը փակ են։ Նշանակում է մեկ բան կարող եք իմանալ։ Դա կարող է լինել սիրային թեմայով, աշխատանքի հետ կապված, գաղտնիքը դա կարող է լինել ինչ-որ մեկը սիրահարված էր ձեզ եւ հիմա ասում է այդ մասին։ Լավ նորություններ կլսեք, որևէ մեկի հետ ծանոթություն, նամակագրական կապ, կարող լինել, կարող ծանոթանալ գրադարանում, գրախանութում, սոցցանցերում, ինչ-որ միտեղ գիրք կարդալուց, թեկուզ այգում, եթե նստում եք գիրք եք կարդում, կարող եք այդպես ինչ-որ մեկի հետ ծանոթանալ։ Եթե գիրք եք գրում, ապա գրքի շնորհանդեսը կկազմակերպեք այս ամիս, կամ գիրքը կավարտեք հենց այս ամսվա ընթացքում։ Ցանկացած գիրք լինի դա փոքր, մեծ, թե ինչ-որ մեկը։ Թեկուզ եթե ձեր մոտ այդպես ֆիքսել եք, որ պետք է տարբեր գրքեր գրեք, ապա մեկ գիրքը կարող եք վերջացնել հենց հունիս ամսին։ Դե, այսքանը երևի բոլորիդ համար, դրականը մտածեք, որ միայն դրականը գա ձեր կյանք, լավ բաների մասին մտածեք, դրականը խոսքը պետք է լինի դրականորեն, որ եւս ձեզ հետ կա ամեն ինչ։ Եվ դրական էներգիան եւս կգա ձեր կյանք։ Ընդհանրապես սա հաջողության տեսանյութն է եւ եթե դուք մտածեք ամեն ինչը, հա, ոնց որ լավատես լինեք եւ չմտածեք, որ հա դե լավ դե տենանք, հա, այդ դե տենանք բառը ամեն ինչ փչացնում է։ Յուրաքանչյուր բան, այնպես որ եթե ինչ-որ մի բան է, որը լավ բան է, ես լավ բան եմ ես ասում, եթե ասում եք դե տենանք կլինի թե չէ, ապա այստեղ արդեն կասկածելի է, կլինի դա ձեզ մոտ թե ոչ։ Իսկ եթե մտածում եք, այո, դա այդպես է լինելու, ինձ մոտ այս ոլորտը շատ լավ է լինելու, ապա եւս ձեր կյանքում ամեն ինչ լավ կլինի։ Այսքանը ձեզ համար, լավ եղեք։